Քրիստինա ջան, առաջին հարցազրույցի ժամանակ խոսեցինք ամերիկյան հաշվապահության դասընթացի մեկնարկի մասին։ Թե ոնց հիմնադրեցիր Հայաստանում այս մասնագիտության դասընթացը։ Այսօր ուզում եմ մի փոքր խոսենք Backfin-ի ամերիկյան ֆիլիալի մասին, թե ինչը պատճառ դարձավ, որ Ամերիկայում Backfin-ը ունենա ֆիլիալ։ Լուիս ջան, մինչև խոսանք մեր Backfin-ի ամերիկյան ներկայացուցչության մասին, ուզում եմ նախ հիշենք մեր առաջին ինտերվյուից երկու հատված, որ 2019 թվականի դեկտեմբերին առաջարկ ստացանք outsourcing անելու, բայց դա ինձ համար նորություն էր, ես նույնիսկ տեղեկացված չէի, եւ 2022 թվականի աշուն, մասնավորապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ, երբ որ նորից առաջարկ ստացանք, բայց այս անգամ էլ պատրաստ էինք ընդամենը 10%-ով։ 2022 թվականի մարտ ամսից մինչև 2023 թվականի հունիս-հուլիս ամիսները Backfin-ի ակադեմիայում իրականացվել է ամերիկյան հաշվապահության միայն դասընթացների մասը։ Իսկ այս մի տարվա ընթացքում 22 թվականի մարտից մինչև 23 թվականի մարտ մենք նախապատրաստվում ենք ուղիղ դուրս գալ միջազգային արենա, մասնավորապես ամերիկյան շուկա, որը ունի մասնավորապես երկու պատճառ։ Ուղիղ հասանելիություն ամերիկյան շուկային B2B մակարդակում, այսինքն ոչ թե միջնորդավորված վաճառքներ իրականացնել, այլ ուղիղ հենց Backfin-ը ինքն իրան represent անի եւ ներկայացնի իրեն տարբեր բիզնեսների, որ մենք կարող ենք իրենց բիզնեսների հաշվապահությունը վարել Հայաստանից, բայց Հայաստանից մենք կարող ենք վարել հաշվապահության accounting-ի եւ bookkeeping-ի բլոկը։ Իսկ Ամերիկայում մենք պիտի ունենանք staff, որը անի հարկային մասը արդեն, այսինքն ունենալ CPA-ներից եւ tax advisor-ներից բաղկացած թիմ։ 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին դե ֆակտո մտանք Նյու Յորք, բայց պետք է նաեւ դե յուրե կարգավիճակ ունենալ, որն էլ եղավ արդեն 24 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն Լոս Անջելեսում։ Եւ հիմա բիզնեսի development-ի մասը անում է Նյու Յորքի մեր թիմը, իսկ tax-ի մասը, CPA-ի ծառայությունների մասը անում է արդեն մեր Լոս Անջելեսի թիմը։